Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Արեգ Սավգուլյանին։ Բարև ձեզ, պարոն Սավգուլյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Սավգուլյան, նախորդ շաբաթ Հայաստան այցելեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նախ ինչպես է գնահատում Վենսի Հայաստան այցը տարածաշրջանային ակտիվության մասով եւ հատկապես ուզում եմ անդրադառնանք նրա այն հայտարարությանը, որ նա աջակցելու է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում, արդյոք սա Փաշինյանի հաղթանակը ապագա ընտրություններում անխուսափելի է դարձնում։ Դե բնականաբար գիտեք, Վենսի այցը փոխշահկապված էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված նշանավոր այդ թրիփի Թրամփի ուղու պայմանագրի հետ, որը ըստ ադրբեջանական ընկալման շարունակում է մնալ Զանգեզուրի միջանցք, իսկ հայկական կողմի ընկալմամբ կամ Թրամփի ուղի կամ խաղաղության խաչմերուկ։ Եվ բնականաբար այդ օրակարգը ավելի հստակեցնելու եւ ամրապնդելուն էր ուղղված նաեւ նրա տարածաշրջանային այցը, մենք սիրում ենք կոնկրետացնել, որ ինքը այցելեց Հայաստան, բայց չմոռանանք, որ Հայաստան այցելելուց հետո նա կատարեց այց նաև Ադրբեջան։ Եվ այնտեղ ոչ, այսպես ասած, պակաս էր նրա այցը եւ նաև փոխադարձ համագործակցության հուշագրեր ստորագրվեցին, այնպես որ Հայաստանի Հանրապետությունը Սպիտակ տան դիտանկյունից չի դիտարկվում որպես առանձին, խոշորագույն, կարևորագույն սուբյեկտ տարածաշրջանում, այլ այն ընկալվում է տարածաշրջանային իրողությունների համատեքստում, որքանով որ համընկնում է Միացյալ Նահանգների եւ Միացյալ Նահանգների տարածաշրջանում արդեն ավելի լայն իմաստով Թուրքիայի եւ ավելի փոքր կրտսեր դաշնակից Ադրբեջանի շահերին։ Հետևաբար, երբ որ մենք փորձում ենք Ամերիկայի փոխնախագահի այցը գնահատել, մենք նաև նժարների վրա պետք է դնենք, թե ինչ նշանակություն ունի օրինակ Թուրքիան Ամերիկայի համար, նմանապես ինչ նշանակություն ունի Ադրբեջանը եւ Հայաստանը Ամերիկայի համար։ Հետևաբար մենք գիտենք, որ այցը ունի նախապատմություն, որքան էլ որ դա տարօրինակ հնչի, եկեք այդ թվականը ֆիքսենք 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հուշագիրը, որտեղ Միացյալ Նահանգների շահերը ներկայացված չէին։ Դա եռակողմ փաստաթուղթ է ռազմական գործողությունների դադարեցման եւ հետագայում Հայաստանի կողմից X, Y եւ Z պարտավորությունների ստանձնման, որտեղ Միացյալ Նահանգները ներգրաված չէին, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Եթե վերցնենք Վաշինգտոնի փաստաթուղթը, այդտեղ էլ ներգրաված չէ Ռուսաստանը, որպես տարածաշրջանային լուրջ դերակատար։ Հետևաբար Վենսի այցը միակողմանիորեն ներկայացնել որպես խաղաղության ձեռքբերում, որը սիրում է քաղաքացիական պայմանագրի հատկապես նախընտրական շրջանում թեժացնել եւ այն ներկայացնել որպես երկնային պարգև, իրականությանը չի համապատասխանում, որովհետև բացի տարածաշրջանային ներքաղաքական գործընթացներից աշխարհում այսօր գլոբալ իմաստով ընթանում է վերաբաժանման գործընթաց։ Ճիշտ է, պաշտոնապես երրորդ համաշխարհային պատերազմ չի ընթանում, բայց ընթանում է հիբրիդային պատերազմ, որը տարբեր տեղեկատվական, քարոզչական, սառը եւ տաք պատերազմների համադրույթ է, որից մեր տարածաշրջանը դուրս չէ։ Բնականաբար այդ տարածաշրջանում նաև Հայաստանի Հանրապետությունը կորցրեց հայրենիքի 1/3-ը, վերահսկողությունը բնականաբար եւ Արցախի եւ ազատագրված տարածքների նկատմամբ։ Հիմա դա փաթեթավորել եւ ներկայացնել խաղաղության համատեքստում, որ մենք գնում ենք խաղաղության մշտնջենական ճանապարհով, եւ ամենակարևորը խաղաղության եւ պատերազմի օրակարգը կախված չէ այս իշխանությունից, որքան էլ որ իրանք ներկայացնում են։ Դե իրենք ասում են մենք չլինենք պատերազմը լինելով։ Դե ինչպես տեսանք, երեք իրենց երկրորդ համարը, հա, ներքին պրայմերիզով ընտրված էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սկսել է ակուլտիզմով զբաղվել, գուշակություններով եւ այնպիսի կանխատեսումներ է անում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը գալիք համապետական ընտրությունների չընտրվեց հունիսի 7-ին, երևի ժամն էլ կնշի,
հաջորդ հարցազրույցի ժամանակ արևի խաբարում տեղի կունենա, ապոկալիպսիս կսկսվի, անկախությունը կկորի եւ հետաքրքիր այդ համատեքստում ինքը ասես նաեւ արհեստական բանականություն չի լինի։ Թե արհեստական բանականությունը ինչի հետ էր կապված, դա թող ուղեն իրեն, ուղղակի դա իրոք ծաղրի է վերածվում։ Գիտեք ինչ, ես իրոք շատ կցանկանայի, որ մեր իշխանությունից կախված լիներ եւ պատերազմի, եւ խաղաղության օրակարգը։ Դա խոսում է, որ քո իշխանությունը, քո պետությունը հզոր է այն աստիճանի, որ ինքն է որոշում երբ պատերազմել եւ ինքն է որոշում երբ խաղաղության դաշնագիր ստորագրել։ Բայց ինչպես տեսնում եք, այսօրվա Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը արտաքին, իդեպ այդ արտաքին քաղաքականության հետ կապված իրենց պաշտոնական կայքում իրանք հետաքրքիր եւ զավեշտալի ամրագրում են արել։ Իրենք համարում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկել եւ եթե առաջ դիցուկ ոչ բառացի եմ ասում իհարկե Հայաստանը կախված է Ռուսաստանից, հիմա պետք է կախված լինի նաեւ այլ պետություններից։ Եվ դա Հայաստանի Հանրապետությանը շանս կտա կախված լինելով տարբեր պետություններից փորձել խաղարկել։ Այսինքն ՄԱԿ-ի ռեստրում 193 պետություն կա, դիցուք Հայաստանը առանձնացնենք, 192 պետության մեջ թող Հայաստանը սկսի քիչ-քիչ իր անկախությունը բաժանել։ Այսինքն սա եւս աբսուրդ է։ Հաջորդ աբսուրդն այն է, որ իրենք համարում են, որ տարածաշրջանը դա ներքին քաղաքականության դաշտ է։ Այսինքն պետք է հարևանների հետ հարաբերությունները կառուցել առանց արտաքին, այսինքն գերտերությունների միջամտության։ Եվ այս համատեքստում իրանք Թուրքիան եւ Ադրբեջանը արտաքին չեն համարում։ Այսինքն իրանք արդեն դա անցալում են ներքին դաշտում։ Սա կարող է անցալել միայն այն չինովնիկը, որը երկիրը տանում է վիլայեթացման։ Որտեղ վիլայեթը, հա, մարզը ընդամենը դա ինչ որ մեծ կայսրության հատված է։ Ինքը արդեն մտածում է այդ դիտանկյունից ելնելով։ Եվ այս պարագայում եթե նայում ենք, մենք արտաքին քաղաքականություն եւ դիվանագիտություն չունենք, որտեղ դա շատ հեղեղուկ է։ Նույնն է նաեւ տնտեսական բլոկում, որ արտաքին տնտեսական ռազմավարություն դու չունես, միևնույն ժամանակ բանը ասում ես ԵԱՏՄ-ում եմ մնում եւ Եվրամիության անդամ եմ դառնում։ Այդտեղ էլ մի էջանոց ինչ որ բան ընդունեցին, օրենք ընդունեցին։ Բայց վերադառնալով նաեւ այսպես ասած Վենսի այցին, ասենք, որ մենք չենք թերագնահատում, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան, հա, տարածաշրջանային այցելություն է կատարում եւ այլն, եւ Հայաստանի Հանրապետությունում իհարկե նաեւ այցելում է ցեղասպանության հուշահամալիր, հետո ինչ-ինչ հանգամանքներում նաեւ իր գրառումը հեռացնում է եւ դա է տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց ընդհուպ միջև որ իրեն Թուրքիայի արտգործնախարարն է զանգարել եւ այլն, բայց չտրվենք դրան։ Խնդիրն այն է, որ այսօր տարածաշրջանում բազմաթիվ շահեր են բախվում եւ ըստ իս Հայաստանի Հանրապետության լավագույն լուծումը այս առումով կլինի այն, եթե մենք ունենանք ապագայում այնպիսի փաստաթուղթ, որտեղ հնարավորինս տարածաշրջանային դերակատարների շահերը, ինչու՞ չէ նաև Իրանի, արտահայտված լինեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իրոք գնա համապարփակ խաղաղության ձեռքբերման ճանապարհով եւ տեսլականով, որը մենք այսօր չենք տեսնում, որովհետեւ կողմերի մի մասը դժգոհ է։ Եվ նաև Ռուսաստանի Դաշնության խոսնակը Մարիա Զախարովն էլ հայտարարեց, որ մենք վերջերս մոտ մի 2 շաբաթ առաջ, որ մենք դեռևս խորաքնին կերպով չենք ուսումնասիրել այս փաստաթուղթը, ուսումնասիրելուց հետո կարտահայտենք մեր կարծիքը։ Եվ կհասկանանք, թե ինչպես ենք ներգրավում այդ process-ում։ Այսինքն բաց է մնում այս փաստաթուղթը 1 եւ երկրորդը, բառացի 3 թե այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նա խաղաղության պայմանագիր չի կնքել, այսինքն մի 100 անգամ դրա մասին խոսացել, միջև Հայաստանի Հանրապետությունի սահմանադրության մեջ փոփոխություններ չկատարի։ Եվ այս փոփոխությունների լույսի ներքո նոր կլինի խաղաղության պայմանագիր։ Իսկ այդ փոփոխությունները անմիջականորեն կապված են մեր հաջորդ թեմայի, նաև եկեղեցու հետ։
Պարոն Սաբգուլյան, այսպես շարունակելով Վենսի այցի թեման, որքանով դա կարող է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, մասնավորապես անվտանգության ոլորտում, որտեղ տեսակետներ կան, որ նոր փուլ է մտնում հայ-ամերիկյան հարաբերությունները, անվտանգությունը երաշխավորված է, բայց մի մասն հակառակն է պնդում, որ սա Հայաստանի համար նոր անվտանգային մարտահրավերներ է, որքանով է կիսում այս տեսակետները։ Գիտեք ինչ, ես նոր նշեցի խաղաղության պայմանագրի մեջ, այդ Թրամփի ուղու պայմանագրի մեջ, այսպես այնքան ննասը խաղաղություն ես եմ ասում, բոլոր դերակատարները ներգրաված չեն, հա, դա ինչի մասին է, պայմանագիրը ըստ էության ասում է, որ տարածաշրջանում պիտի լինի խաղաղություն, անվտանգություն, առևտուր, որ առավոտից իրիկուն ինքը պայմանները թմբկահարում են, եւ փաստացի այդ պայմանագրի ընդամենը 24 թե 26%-ն է Հայաստանը, մնացածը ամերիկյան կողմին է, մասնավոր կազմակերպության, մոտ 100 տարով Հայաստանը այդ սուվերեն տարածքը զիջում է եւ շատ հնարավոր է, որ վաղ այդ մասնավոր կազմակերպության բաժնետը լինի նաեւ Թուրքիայի Հանրապետությունը, ոչ մի բան չի բացառում, դրա մասին իրենք չեն խոսում։ Եվ գիտեք ինչ, բազմիցս եւ Արևմուտքը եւ եվրոպական առաջատար երկրների եւ Ամերիկայի նշել են, որ տարածաշրջանում իրենց հիմնական դաշնակիցը դա Թուրքիան է։ Այսինքն մենք վաղը Ամերիկայի հետ հարաբերությունները, երբ որ այս լուսավոր գործընթացները ճակերտյալ ավարտեն, փոխպայմանավորված է լինելու Թուրքիայի քաղաքականությամբ, հա, Թուրքիայից կարող է մի հատ զանգ լինի, որ Ամերիկայի փոխնախագահը այդ Twitter-յան կամ իր բլոգում ցեղասպանության հուշահամալիր այցի գրառումը հանի։ Վաղը մի հատ կարող է զանգ գնա, որը էլի Հայաստանի ինքնիշխանությանը եւ սուվերենությանը հարված է լինելու։ Այսինքն հստակ դասակարգում կա եւ բնականաբար ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունն էլ պետքա հավակնի, որ Ամերիկայի համար լինի այն նույնը, ինչ որ Թուրքիան կարող է լինել, որովհետեւ բնականաբար ռեսուրսների եւ հզորության հսկայական անհամեմատելի տարբերություններ կա։ Բայց խնդիրն այլ է, որ մեզ իրականությունը մատուցում են այլ կերպ։ Այսինքն այս նախընտրական շրջանում չի բացառվում, մի քիչ տրվենք նաև դավադրապաշտական վերլուծություններին, եթե Պապոյանը կարողանում է գուշակություններով զբաղվել, եկեք մենք էլ մի քիչ վերլուծենք, հա։ Իսկ հնարավոր է, հիշում եք, որ 2025 եթե չեմ սխալվում 2025 թվականն էր, որ Նիկոլ Փաշինյանը այց կատարեց Ամերիկա եւ չկարողացավ Թրամփի հետ հանդիպել եւ մի ակնթարթ հանդիպեց Ամերիկայի փոխնախագահ Վենսի հետ։ Լուրեր տարածվեցին, որ արտաքին գործոս նախարարը չի կարողացել այդ հանդիպումը դասավորել նախագահի հետ եւ այլն, եւ վերջին պահին համացանցում այսպիսի տեղեկատվություն պտտվեց, որ Ամերիկայում Թուրքիայի դեսպանի միջնորդությամբ են ինքը այցելել Ամերիկայի փոխնախագահին։ Հիմա կարող ենք մենք ենթադրել նաև, որ Թուրքիայի ստվերային միջամտությամբ է Վենսի այցը կատարվել Հայաստան, որpիսի այս նախընտրական շրջանում այն ակտիվները, որոնք ունեն, որոնք իրանք ակնկալում են նաև Հայաստանից, որ պետք է ունենան, տան, այսպես ասած, խաղաղասիրական բնույթ, որ այո, պատերազմը արդեն թիկունքում է, բոլոր հարցերը լուծված են եւ Հայաստանին մնում է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ ու բոլոր հարցերը փակված են։ Բայց մյուս կողմից մենք լսում ենք Ադրբեջանի նախագահի մոտեցումը, ասում է հստակ փոխիր սահմանադրությունդ։ Եվ նաեւ այսօր պաշտոնական մակարդակով նրանք որդեգրել են իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ խնդրում են մանդատ հայ ժողովրդից, որպեսզի այդ գաղափարախոսությունը դարձնեն իրականություն։ Դա հանդիպան մի այլ թեմա է, բայց շատ համառոտ ասեմ, որ դրա հիմնական նպատակը Հայաստանի կողմի ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի միջազգային սահմանների, այսինքն մեր ներկա պետության եւ հայրենիքի նույնացումն է։ Այսինքն հայկական լեռնաշխարհ, Արցախ, այդ ամենը որպես հիշողություն, պատմություն, հայկական քաղաքակրթությունը հայտնվում է լուսանցքում։ Եվ նրանց ընդունած այդ հայեցակարգը, որը շրջանառում են նաև ազգային ժողովում, հստակ արտահայտում է հետևյալ միտքը։ Դու կարող ես նկարել Արադ սարը, Վանալիճը եւ այլն, բայց նման երևույթները չեն խրախուսվելու պետության կողմից։ Դու պետք է կոնկրետ կենտրոնանաս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնաշխարհի վրա։
Օրինակ ինձ հետաքրքիր է, այս պարագայում, հա, իրանք սիրում են խոշոր համեմատություններ անել, գնալ Ճապոնիա, Ամերիկա եւ այլն, վերցնենք Թուրքիան։ Երբևէ դուք լսել եք Թուրքիայի ղեկավարներից կամ նույն Ադրբեջանի ղեկավարներից, որոնք ասեն, որ մեր պետության տարածքը դա մեր հայրենիքի տարածքն է։ Հայրենիքը դա հոգևոր հասկացություն է։ Հայրենիքը դա անչափել։ Հայրենիքը կոնկրետ ինձ համար դա հայկական լեռնաշխարհն է, որտեվ իմ ասոցիացիան, երբ որ ասում են հայրենիք, գնում է դեպի հայկական լեռնաշխարհը։ Դուք ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներին ասեք հայրենիք, նրանք Հայաստանի Հանրապետությունը չեն ընկալում։ Այո, Հայաստանի Հանրապետությունը այսօր հայության հավաքական վայրն է, պետությունը ստեղ է, բայց նրանք բնականաբար մեկը գնում է Վան, մեկը գնում է Մուշ, մեկը գնում է դեպի Սասուն։ Հիմա այստեղ նաև հարված է նախապատրաստված Սփյուռքին։ Այսինքն եկեղեցու նկատմամբ այսօր process-ը սկսում են, հա, պարակտման, քանդման, ավերման, Սփյուռքի դեմ process-ը սկսում են եւ նաեւ այդ իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ ոչ մի բառ չկա Սփյուռքի մասին։ Եվ նույն Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում եւ այլուր, մասնավորապես Ստամբուլում կես կատակ, կես լուրջ, ասաց, որ ես եկել եմ ձեզ ասելու, որ ես ձեր նկատմամբ ոչ մի պատասխանատվություն չունեմ։ Այո, դուք հայ եք, բայց ես չունեմ։ Մոռանալով հանդերձ, որ Սփյուռքում ապրում են 100,000-ավոր երկքաղաքացիներ, որոնք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Այսինքն Հայաստանի ներկա կամ ապագա ղեկավար լինի, կառավարության անդամ լինի, ով ուզում է լինի, պիտի հաշվի նստի այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավաքական իմաստով պատասխանատու է ազգությամբ յուրաքանչյուր հայի համար։ Անկախ այն հանգամանքից ինքը իր քաղաքացին է, թե ոչ, որտեղ մեր ազգային ինքնությունը առանձնահատուկ է։ Եվ այս առումով նաև պայքարը, որը սկսել են եկեղեցու դեմ, հենց այդ ազգային ինքնության գաղափարը կոտրելն է։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը առ ոչինչի մասին։ Այդ գաղափարախոսության պատմությունը ըստ էության սկսվում է 2018 թվականի Թավշյա ապոկալիպսիսից հետո, իրանց հռչակած ոչ բռնի հեղափոխությունից հետո։ 4-րդ հանրապետություն են իրենք։ Եվ հիմա դա վերաձևակերպում են որպես 4-րդ հանրապետություն, ասում են, որ պետքա լինի նոր սահմանադրություն, բայց այդ բոլորը 4-րդ հանրապետություն, իրական Հայաստանի գաղափարախոսություն, այդ ամենը թելադրված է դրսից։ Եվ դրանց բոլորի արմատները տանում է դեպի կապիտուլյացիոն պայմանագիր 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Մենք տեսել ենք հրապարակված փաստաթուղթը, բայց մենք չենք տեսել այն ներքին բանավոր պայմանավորվածությունները, որոնք իրենք ձեռք են բերել։ 2018 թվականի այդ Թավշյա խառնաշփոթից առաջ հիշում եք, պետությունը երբևէ եկեղեցու նկատմամբ նման ռեպրեսիաներ սկսել է, թե ոչ։ Իհարկե ոչ։ Որևէ իշխանություն կոնկրետ կաթողիկոսի նկատմամբ, եկեղեցիականների նկատմամբ, հա, դեպք եղել է եկեղեցին ներքին հարցերը կարգավորել է իր հոգևորականների հետ։ Սահմանադրությամբ էլ է ամրագրված, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Ֆիքսված է կրոնի, խղճի եւ այլ ազատություն։ Մենք սովորաբար դա վերագրում ենք կրոնական փոքրամասնություններին կամ աղանդներին, բայց դա եկեղեցուն էլ է վերաբերում։ Եվ իհարկե սահմանադրությամբ նաև չի արգելվում, որ եկեղեցիականը զբաղվի քաղաքականությամբ, բայց իհարկե եկեղեցիականները իրենց սահմանը պահում են։ Եկեղեցու հասցեին իշխանության հիմնական մեղադրանքը ո՞րն է, որ հնչում է։ Հիմնական մեղադրանքն այն է, որ եկեղեցին մտավ քաղաքականություն, մենք էլ ուրեմն պետք է զբաղվենք եկեղեցիով։ Բայց նաև մեր հանրության հիշողությունը կարճ է շատ։ Մենք մոռանում ենք, որ 2018 թվականին, երբ որ նոր էր եղել այս Թավշյա գործընթացը, մի հատ շարժում իհայտ եկավ, կհիշեք, որ շարժումը նոր Հայաստան, նոր հայրապետ անունով։ Տեր Կորյուն կար, այնտեղ Կարեն Պետրոսյան, Թեղազարյան եւ այլն։ Եվ այս մարդիկ կաթողիկոսին մեղադրում են կուսակրոնության ուխտի խախտման եւ այլնի մեջ, ընդհանուր նաեւ դեպք եղավ, որ կաթողիկոսին քաշքշեցին եւ այլն։ Այդ ժամանակ եկեղեցին այդ հարվածները ընդունեց եւ չզբաղվեց քաղաքականությամբ։ Ես իրան ձևակերպամբ եմ ասում եւ ես համամիտ չեմ, որ իրանք ասում են, որ եկեղեցին զբաղվում է եւ այդ հղումը տալիս են Բագրատ Սրբազանի հետ կապված Սրբազան շարժմանը, հեսա դրան էլ կարճ կանդրադառնամ։ Բայց սկիզբը դրել են իրանք։ Այդ նոր Հայաստան նոր հայրապետ գաղափարը հետագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց իր 4-րդ Հայաստանի գաղափարը, մինչ այդ մի արտահայտություն արեց։ Ասեց նաև այդ իրական Հայաստանի գաղափարախոսությունը միջանկյալ հատվածում ասեց, մենք նոր Հայաստան ենք ստեղծում։
նոր Հայաստան, նոր հայրապետով։ Այդ նոր հայրապետը ես ավելացրեցի։ Այսինքն դուք 2018 թվականից եք արդեն այդ քաղաքականության հիմքերը ֆունդամենտը դրել։ Դուք Արշակ Սրբազանի վրա քրեական գործը հարուցել եք 2018 թվականին ինչ որ զավեշտալի ուսապարկի մեջից բանը թմրախոտ հայտնաբերելու հետ կապված վերջում էլ այդ բանի ինչ էր հանցանշանը կորավ։ Չգիտենք ով է օգտագործել։ Երևի պարապ են մնացել քննիչներից ինչ որ մեկը իրանցից հեռու օգտագործել է։ Եվ խնդիրն է նա այդ էլա զավեշտ էլ, այսինքն 8 տարի է դա 7 տարի պարկի մեջ մնացել էր, հետո հայտնաբերեցին քրեական գործ հարուցեցին։ Արշակ Սրբազանի հետ կապված զավեշտալի այդ բաները, ֆիլմերը, որ reality show-ով ցույց էին տալի, տակ կարկանդակների պես սպառվում էր հանրության մեջ, ասում են, «Վայ, այս ինչա կատարում» եւ այլն, բայց 3 առաջ օրը փաստաբանը ասաց, որ միջազգային փորձաքննության արդյունքները եկել են եւ դա համարվել է կեղծիք։ 3 պարամետրով համարվել է կեղծիք։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալի ցանկացած տեսակի ֆիլմ դու նկարանես։ Անդրադառնամ նաև մեր հայոց հայրապետին կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական գործի որոշ մանրամասներին բավականին ազդվելու էր, երբ որ Արա Զոհրաբյանը փոխանցեց այն միտքը, որ առաջի օրը կաթողիկոսին հարցաքննել են եւ հարցաքննությունից հետո ինքը օրհնել է քննիչին եւ քննիչի ընտանիքին։ Եվ երկրորդը կաթողիկոսը հայտարարել է, որ ինքը նախընտրում է նահատակվել բանտում, բայց չտրվել, չծառայել չարի օրակարգին։ Գիտեք, կաթողիկոսի նկատմամբ հանրային վերաբերմունքը բազմաշերտ է։ Բայց յուրաքանչյուր մարդ, իսկ կաթողիկոս ինքը պատմական է կերպարը, ուզես թե չուզես, 132-րդ կաթողիկոսն է, եւ ի տարբերություն աշխարհիկ իշխանության եկեղեցիական գահը անսասան է մնացել։ Թեկուզ ունենք հիմա երկու հիմնական, թեև երկու ճյուղ, այսպես ասած, մեկ եկեղեցի, բայց երկու գահ, սակայն պետք է հասկանալ, որ ամենայն հայոց հայրապետը խորհրդանշում է ոչ միայն եկեղեցին, այլև ինքը մեր ազգային ինքնության հենասյունն է։ Եկեղեցին իր մեջ պարփակում է մեր քաղաքակրթության մի հսկայական շերտ։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը եւ ընդհանրապես արտաքին այլ ուժեստվերային շահագրգռված են մեր եկեղեցու թուլացման, ինչու՞ չէ նաեւ պարակման եւ կործանման հարցում։ Գիտեք, եթե իշխանությունները սկսում է կրոնական ռեֆորմներ անել, որը սահմանադրորեն իր տիրույթում չի մտնում, ես ուղիղ հարց եմ տալի։ Հայաստանի Հանրապետությունում 60-ից ավել կրոնական կազմակերպություններ կան գրանցված, կառավարություն, Նիկոլ Փաշինյան, այդ կազմակերպություններում խնդիրներ չկան, այնտեղ ուխտեր չեն խախտում, այնտեղ ինքնաիրավչությամբ չեն զբաղվում, բայց եթե դուք նախաձեռնել եք հայ առաքելական եկեղեցու բարենորոգման ծրագիր, ինչ գործ ունի կյանքի խոսք եկեղեցու ներկայացուցիչը ձեր հետ գալիս է եկեղեցի պատարակների։ Դուք տեսել եք կաթողիկոսնում էր եպիսկոպոսները առաքելական եկեղեցի գնան կյանքի խոսքի բանը միջոցառումներին կրոնական մասնակցեն։ Բայց քանի որ ձևավորվել է այդ շարժումը Նիկոլի վերջին օրերի սրբերի եկեղեցի, եւ բոլորը պետական չինովնիկների մի մասը շարունակում է անդամակցել այդ շարժմանը, այցելել պատարակներին, իրենք եւ գործում են բարոյական տրամաբանությունից դուրս եւ բնականաբար սահմանադրությունից իրավունքից դուրս։ Ինչպես կարելի է եկեղեցին փակել եւ սեփական նախաձեռնությամբ քո համար այնտեղ պատվերներ տալ։ Որ եկեղեցին օբյեկտ չի։ Եվ այն հանգամանքը կաթողիկոսի հասցեին հնչող մեղադրանքները, կաթողիկոս ուզում է գահը տեղափոխել դուրս, կաթողիկոսը գանձերը ուզում է վաճառել, չի հիվանդագին մտքեր են։ Բայց ձեր ներկայացուցիչ, ձեր քպայական падգամորեն աղջիկը Թակուի Ղազարյաններ թե ով էր, հայտարարեց, որ եկեղեցիական գույքը կարելի է ծայրահեղ դեպքում վաճառել։ Հիմա էլի անդրադառնանք
Գուշակ Պապոյանի։ Կաթողիկոսին մեղադրում են, բայց կարծում եմ այդպես էլ չեն հասկանում ինչի Այո, համար, որտեղ սկսվեց կուսակցություն։ Հիմա անդրադառնանք էլի Գուշակ Պապոյանը, որ տարբեր բաներ է գուշակում, իրանք սիրում են ընդհանրապես գուշակել։ Մենք կարող ենք չգուշակել, բայց վերլուծել։ Եթե դուք նախատեսում եք, որ 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստանի Հանրապետության տարածքում ապրի, որ դուք արդեն հաշտ եք Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջների հետ, որ Նիկոլ Փաշինյանին հարց են տալի մեր բանակը պատրաստ է պատերազմի, ինքը 2 տարի առաջ ասուլիսին ասում է կապ չունի պատրաստա թե չէ, մենք չենք պատերազմելու։ Այսինքն դու ակնհայտ թշնամուն հրավիրում ես ներս, բայց ամենուր դա թշնամի չի բարեկամ, հա։ Մենք կարող ենք մտածել, որ այդ 300,000 ադրբեջանցի ոստեղ ապրելու է, ինքը պետքա ունենա նաև խղճի, կրոնի եւ այլ ազատություններ։ Պետքա ունենա մսկիթ, որ կար այցելի։ Իսկ կարանք ենթադրենք, որ այս հիվանդակին մտածողությամբ, եթե այս իշխանությունը վերարտադրվի, կարողա որոշեն մեր եկեղեցիական գույքը պետականացնելուց հետո վաճառեն ադրբեջանցիներին, սրանք է պղծեն այդ եկեղեցին խաչը հանեն ու դարձնեն իրանց ասելով աղվանական մսկիթներ։ Կարող ենք ենթադրել, իհարկե կարող ենք։ Եվ սա գուշակություն չի։ Եթե իրանք դիտարկում են եկեղեցին ոչ թե պատմամշակութային արժեք, հուշարձան, մեր պատմության քաղաքակրթության մի մաս, այլ վաճառվող գույք, նրանք կարող են պետականացնել ու տենդերով վաճառել եկեղեցիական գույքը։ Եկեղեցիական սուրբ մասունքները, լուսավորչի աչը օրինակ, ոսկետար, չգիտեմ, այբուբենը եւ այլն, այն գանձերը, որ ունենք, եւ եկեղեցին տարին 1 կամ 2 տարին 1 ի ցուցադալի դնում հանրության առջև։ Գարեգին Բ կաթողիկոսը 27 տարի է գահակալում է։ 27 տարվա մեջ ինքը իրեն կարող էր այդ ամեն ինչը թույլ տալ։ Եթե ինքը գող է, ավազակ է, հափշտակիչ է, ինչպես բնութագրում են քաղաքացիական պայմանագիր կուսակցական խմբակը, նշանակում է ինքը 27 տարի ուներ եւ կաթողիկոսությունը տեղափոխելու, եւ այդ գանձերը վաճառելու, եւ չգիտեմ, եթե ինքը տենց հարազատներ, զավակներ, ազգականներ ունի, եկեղեցիական գույքի իրանց մեջ բաժանելու, ինչի չի արել։ Այսինքն ինչքան կարա այդ սուտը փչեն, մեծացնեն, եկեղեցին անվանարկելու, անարգելու, մենակ բանի կաթողիկոսի հետ կապված քրեական գործի շրջանակներում ներողություն պետք է ընթերցեմ, քանի հոգու քանի մարդու վրա են քրեական գործ հարուցել, այդ Մասիացոտն թեմի հետ կապված այդ, որին կարգալուց էին արել Գևորգ եպիսկոպոսին, հիմա աշխարհի կանոնարման, այո, Սարոյան, քրեական գործ են հարուցել Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի, Տեր Հովնա եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տեր Հայկազուն arczepiskopos Նաջարյանի, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, ինչպես նաև Տեր Մովսես Քահանա Սահակյանի նկատմամբ։ Մի գործով այսքան եպիսկոպոսի եւ քահանայի վրա քրեական գործ են հարուցել։ Ինչու վեհափարի վրա քրեական գործ հարուցելով իշխանությունը ամեն ինչ արեց, որ վեհափարը չկարողանա երկրից դուրս գա ու մասնակցի Ավստրիայում օրինակ անցկացվելիք այդ եպիսկոպոսատ ժողովին։ Ինչու էր այդ որովհետեւ եպիսկոպոսատ ժողովին կարող էր որոշում կայացնվել հանրության մեջ հայտնի է այդ տերմինը տիրադավ, հա, 8 կամ 10 եպիսկոպոսների հետ կապված կարգալույց անելու։ Ինձ թվում է իշխանության մեջ համենայն դեպս գիտեք ինչ, որքան էլ նրանք կաթողիկոսի իշխանությունը չընդունեն, որքան էլ դատական հայցերով այդ եկեղեցիականները, որոնք հեռացել են առաքելական եկեղեցուց փորձեն պայքարել, համենայն դեպս Գարեգին Բ-ն մնում է օրինական ընտրված կաթողիկոս։ Եվ այս պարագայում, եթե իրենք ուզում են նոր կաթողիկոս ընտրեն, հետո ուզում են նոր եկեղեցիական կանոնակարգ ընդունեն, համենայն դեպս փաստը մնում է փաստ, որ օրինական ընտրված կաթողիկոսի կողմից իրենք կարգալույց են հռչակվել։ Եվ սա մեծ իշխանությունն ասում է եւ իշխանության ասելով չի կարող։ Գիտեք ինչ, իշխանության ինչ կարգալույց, ով է կարգալույց արել կաթողիկոսը։ Գիտեք ինչ, իրանք գիշերը քնում են, մտածում են առավոտները իրանք երազների շրջանակում ինչ որ գուշակություններ են անում։ Ով է ընտրում։ Հիմա նույն Նիկոլ Փաշինյանը չի ասում, մենք վեհափարին կհեռացնենք, թեկուզ խաղաղ ճանապարհով էր ասում։ Բանը կընտրենք նոր վեհափար, բայց այդ վեհափարին պետք է ընտրենք եկեղեցիական 5 կանոնագրքի կանոնակարգի համաձայն։ Բայց արդեն ընտրված այդ կանոնագրքի համաձայն։ Եվ այդ գիտեք ինչ, ընդհանրապես
շատ են խոսում, ես չեմ ուզում խորանալ այդ շերտի մեջ, կուսակրոնություն եւ այլն, մեր առաջի Գրիգոր Լուսավորիչը եւ այլն կաթողիկոսներից կան, որ կուսակրոն չեն եղել եւ հիմնականում վաղ միջնադարում թագավորական իշխանության հետ պայմանավորված, որպեսզի եկեղեցին, ասենց ասած, ձեռնոց վաղը չնետեր, մցվել է այդ կարգը, որպեսզի հանկարծակի կաթողիկոսությունն էլ չլիներ ժառանգական, որ չլիներ թագավորության մեջ երկու թագավորություն։ Այս ժամանակակից աշխարհում հստակ սահմանները տարանջատված են։ Եվ ես կարծում եմ, որ եկեղեցին միշտ մնացել է իր սահմանների մեջ։ Ինչ վերաբերվում է նույն այդ սրբազան շարժմանը, եթե նույնիսկ այն վարկածը ընդունենք, որ Բագրատ Սրբազան ուղղորդվել է եկեղեցու կողմից եւ կատարել է եկեղեցու կամքը, ինչ պատմական շրջանում ծնվեց այդ սրբազան շարժումը, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի էր ունենում սահմանազատում։ Եվ Ադրբեջանի շարունակական եւ Թուրքիայի ճնշման տակ Հայաստանը զիջում էր, հողի հետևից զիջում էր։ Հիմա են գոռում Պարիս սպարեցին, կեսարցին եւ այն։ Սրբազան շարժման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ 2024 թվականի մայիսի 9-ին հավաքվեցին հրապարակում։ Եվ սա էլ նաեւ արտաքին մեսիջ էր, որ թույլ չեք տալու, որ մեր եղածը փաստացի գոնե այն ինչ որ միջազգային իրավունքի դիկտանկյունից ճանաչված է, դուք մեզանից խլեք։ Ինչի իշխանությունը չի հասկանում, որ 2018 թվականին, երբ որ ինքը հարվածում էր եւ հիբրիդային պատերազմ էր սկսել եկեղեցու դեմ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման քողի ներքո, եկեղեցին երբ որ Իրան էին հարվածում, ձայն չբարձրացրեց։ Բայց երբ որ 2024 թվականի այդ վայրենի սահմանազատման process-ն էր սկսված եւ եկեղեցին զգաց, որ պետությունը կորցնում ենք, ինքը հայտ ներկայացրեց։ Եկեղեցին հայտնվում այն ժամանակ, երբ որ դու պետությունը կորցրել ես, իսկ մենք հիմա կորցնում ենք այդ պետությունը։ Գիտեք ինչ, 2026 թվականի համապետականից հետո, եթե այս թափառաշրջիկ խումբը քաղաքականացված որոշի վերարտադրվել, արտակուստ մենք ունենալու ենք պետության ատրիբուտները, հա, գերբը, հիմնը եւ այլն, բայց դու կորցնելու ես քո ազգային դիմագիծը, ամբողջ խնդիրը դրա մեջ է, քո ազգային ինքնությունը, եւ դառնալու ես բազմախառն անհասկանալի մի պետություն։ Մեր հիմնական նպատակը, մեր խնդիրն այն է թույլ չտալը, որ այդ գործընթացը հասնի մեր ինքնության սահմաններին, իսկ դա հասել է։ Երբ որ եկեղեցու զանգերը հնչեցին, դա հստակ ազդակ էր, որ վտանգը թշնամին հասել է մեր ազգային ինքնությանը։ Եվ Ադրբեջանի ձևակերպումները, որ սահմանադրությունը դուք պետք է փոխեք, նաև մեսիջ է ուղարկում, որ այնտեղից ընդհանրապես պիտի արմատախիլ անեք անկախության հռչակագիրը, որտեղ հստակ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնում արևմտահայության դատին, սա էլ են ընկալում որպես սպառնալիք։ Եկեղեցին էլ են ընկալում սպառնալիք։ Հայաստանի Հանրապետության գոյություններն են իրանց համար սպառնալիք ընդունում մեր պատմությունն ու քաղաքակրթությունը։ Դրա համար առաջ են քաշում արևմտյան Ադրբեջանի թեզը։ Եվ լայնորեն լոբինգ են անում, իրենց միջազգային հարաբերությունների ֆակուլտետում արևմտյան Ադրբեջանի ամբիոն են բացում, գիտական մակարդակի վրա են դնում, միլիոնավոր դոլարներ են ծախսում, կա գաղափար անգամ, որ Նժդեյան գաղափարախոսությունը այլափոխված իրենց հանրակրթական եւ բուհական համակարգում են մտցնում, ազգայնականություն է սերմանում, թշնամություն է սերմանում, հայտնի են ֆիլմը բանը դպրոցական ներկայացումից ադրբեջանական, որ շրջանառում են, թե հայ զինվորին ոնց են ստորացնում, հա։ Հիմա իրանք փակ են, մի երկաթյա վարակույր է պահորված, եւ դա կապված է նաեւ Ադրբեջանում Ալիևյան ընտանիքի բռնապետության հետ, մեզ այդքան տեղեկատվություն ոնց որ չի հասնում այնտեղից, բայց այն ինչ որ դու համացանցում տեսնում ես, նրանց վերաբերմունքը հայերի նկատմամբ, ահա որ փոխվել է դեպի վատը։ Հիմա իրանք ռևանշիստական հստակ տրամադրություններով են առաջնորդվում։ Հայաստանը պետք է ռևանշիստական տրամադրություններով առաջնորդվի, այսօր այն քաղաքականություն են տանում, որ սա դեռ վերջը չի։ Արցախը եւ մնացած ազատագրված տարածքները դա սկիզբը։ Անուններն են փոխում, Սևանը, Զանգեզուրը համարում են իրենց պատմական տարածքները, Երևանը համարում են իրենց պատմական տարածքները։ Եվ այս ամբողջ քարոզչական ահաբեկչության պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ասում են մենք ձեզ խաղաղություն ենք բերում։
Որտեղից հարց ենք տալի։ Հասկացանք, տարածաշրջանում այց եղավ։ Գնում էր Բաքու, կայանեց բանում, Երևանում մի օրով։ Դա չի կարելի միջազգային այն կարգի Բայց իրադարձություն։ պատմական այց են այսպես որակում։ Ինչ տվեց այդ պատմական այցը։ Գոռում են, որ միլիարդավոր դոլար ներդրում դա չի լինելու, դա լինելու է պարտք։ Իշխանությունը ստանձնեցին 6 միլիարդ պետական պարտքով, հիմա դարձել է 14.2։ Հետո ասեն 8 միլիարդը զենք ենք առել։ Հետո ասում են խաղաղություն։ Համ զենք եք առնում, համ խաղաղություն եք պաշտպանում։ Հա գիտենք, որ խաղաղությունը պահում են սրերով եւ վահաններով։ Իհարկե ժամանակակից նաեւ ռազմական տեխնիկայով, բայց բնականաբար այդ 8 միլիարդը իրենք զենքի վրա չեն ծախսի։ Իրենց ուղակի թույլ չէին տա։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ նույն կապիտուլյացիոն պայմանագրի շրջանակներում իրենք բանակը 25%-ով կրճատում են։ Իմիտացիա են անում, ասում են ժամկետն են կրճատում, բայց 25%-ով կրճատում են։ Դա էլ է խնդիր։ Եվ ժամկետն են կրճատում եւ այսպես կարելի ասել խնդրում են հայ տղամարդկանց, որ թույլ տան կանայք էլ ներգրավեն պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Գիտեք ինչ, իրականում ամբողջ այդ քաղաքական process-ը մի կողմ դնելով բանակում լրջագույն խնդիրներ կա։ Սա էլ լավ կլինի առանձին մասնագետները նաև գան խոսեն, բայց որքանով որ ես եմ առնչվել, նաև 2 տարի առաջ զորավարժությունների եմ մասնակցել, բանակում իրոք կադրային դեֆիցիտ կա։ Հատկապես դաստիարակչական գծով մասնագետների, որոնք պետքա զինվորների հետ հստակ աշխատանք տանեն։ Մենք ամեն օր մի դեպքի մասին լսում ենք։ Շատ դեպքերում ողբերգական դեպք։ Շատ այնց շփաթ չկա, որ մի ողբերգական դեպքի մասին չլսես։ Այսինքն զինվորը ինքնասպան եղավ։ Այս մի զինվորին տարան, չգիտեմ, զորամասի դիմաց ծեծեցին, տարան ես իմ մահամերձ պարկած այս ինչ հիվանդանոցում։ Դա նշանակում է, որ սպայական կազմը զինվորների հետ աշխատանք չի տանում։ Ավելին, այս պայմաններում դու գնդերեցների հետ նկատմամբ բան ես սկսել, սրբազան պատերազմ ես սկսել, կանչում ես ինչ որ հրահանգավորում են գեներալների մակարդակով հանդիպումներ են ունենում գնդերեցների հետ։ Բայց գնդերեցային ինստիտուտն է, որը զինվորը, որ չի կարա նույնիսկ իր ընկերոջը նեղ անձնական խնդիր վստահի, օրինակ ենթադրենք պարզ էլի, նշանածնա դավաճան է, չգիտեմ, կիննա լքե, հազար ու մի բան։ Այդ խնդիրները, ծնողների հետ կապված խնդիր կարող է լինի, ամուսնալուծությունները, հազար ու մի բան, իր նեղ ընտանեկան անձնական հարցը ինքը կարա մենակ գնդերեցի հետ խոսա։ Ասում է հոկեբանների ինստիտուտ կդնենք եւ չէ, ընկեր, հոկեբանի հետ նա չի գնալու խոսա։ Զինվորը այդ խնդիրը կամ իր մեջ պիտի պահի, պայթի եւ դա ինչ որ ողբերգական հետևանք ունենա, ու մենք մտածենք, ամեն ինչը վերագրվում են միջանձնայինին։ Զինվորների մեջ այդ միջանձնային խնդիրներին։ Ամեն ինչ այդ միջանձնայինով չի, նաեւ անձնական հսկայական դաշտ կա, որը նաեւ այդ process-ները բացասական գեներացնում է։ Եվ այս պայմաններում ընդհանրապես ոչ բանակի ղեկավարությունը եւ ընդհանրապես ոչ մի նախարար իրենց գերատեսչություններով խորքային առումով չեն զբաղվում եւ ավելի շատ զբաղվում են PR-ով, որպեսզի արդարացնեն այն աստղաբաշխական պարգևավճարները, որոնք իրենք ստանում են ճակերտյալ իրենց բազմաչարչար նվիրական աշխատանքի համար։ Պարոն Սաբգուլյան, անդրադառնանք նաև մեր հայ ռազմագերիներին, այս Վենսի ինչպես ԿՊՆ որակում պատմական այցի եւ խաղաղության իրենց բազմաթիվ հայտարարությունների ֆոնին Բաքվում մեր հայ ռազմագերիների մի մասը ՑՄԱ ազատազրկման դատապարտվեց, որոշները 20 տարվա, այսօր էլ պարզ դարձավ, որ Ռուբեն Վարդանյանն է 20 տարվա ազատազրկման։ Ինչ կարող է անել իրականում իշխանությունը, որ չի անում հայ ռազմագերիների վերադարձի համար։ Արդյոք բավարար քայլեր արվում են այդ մասով։ Ես չեմ կարծում, որ բավարար քայլեր արվել են։ Խնդիրը բազմաշերտ է։ Նախևառաջ իշխանական քարոզչական մեքենային հաջողվեց։ Ինչ որտեղ կարող եմ մի քիչ ծանր բան եմ ասում։ 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված անձանց անհետ կորածների հարցը մղել մի կողմ։ Հայրենիքի 1/3 կորուստը մղել մի կողմ եւ ֆետիշացնել, բացարձակեցնել գերիների հարցը։ Գիտեք ինչ, դրանք բազմաշերտ խնդիր են։ Պետք չի ասել հայրենիքն է կարևոր, հողն է կարևոր, թե գերին է կարևոր։ Բոլորն էլ կարևոր են։ Ամեն մեկը ունի իր դիրքը։ Բայց չի կարելի գերու կարգավիճակը ֆետիշացնել, բարձրացնել այն աստիճանի, որ զոհված զինվորները մի կողմ հայրենիքը մի կողմ, ամենակարևորը մեր պետության համար այդ գերիների խնդիրն է։ Ես կարծում եմ, այս հարցը շատ են ուռճացրել։
Եվ այդ բազմաթիվ հանդիպումները, միջնորդների ներկայացան, որ իրենք ունեցել են, իրենք կարող են նաև այդ ռազմագերիների հարցը, որ իրականում քաղաքական հարց է, եւ եթե իրոք մարդիկ կան ոչ ըստ ադրբեջանական արդարադատության տրամաբանության, այլ մեր, իրենք ունեն որոշակի կամ ամբողջական մեղքի բաժին, որոշ մարդիկ, ոչ բոլորը բնականաբար, ունենք Ռուբեն Վարդանյանն ընդհանրապես իմ համար անհասկանալի է։ Այն պարագային, որ ինքը պաշտոնաթող պետ քարտուղարն է եղել, ուղղակի մնացել է, որ իր ֆիզիկական ներկայությամբ ինչ որ մի բանի աջակց, բայց այդ մարդուն տալիս են 20 տարի, էլի։ Եվ նաև այնտեղ այլ կերպարներ կա, որ հիմա առանձնակի իրենց չանդրադառնան։ Եվ այս առումով այս հարցի շուրջ իրանք կարան լուծում տային։ Բայց չի բացառում նույն նախընտրական շրջանում է թոհ ու բոհի ժամանակ մի քանի գերիներ ազատվեն կամ ձեռք բերեն պայմանավորվածություն, որ Փաշինյանի վրա արտադրվելու նպաստելու այո, որ նրանք իրենց պատիժը պետք է կրեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս առումով ինչ Ադրբեջանի տրամաբանությունը հետեւյալն է, որ այդ մարդիկ ահաբեկիչներ են, զավթել են մեր պատմական հողերը եւ այդ ահաբեկիչները դրա համար մեր մոտ դատվում են։ Եվ ինչի՞ չեք ասում, միջազգային հանրությունը բավականին հետաքրքիր ձևով դա մարսեց։ Ոչ մի դեսպանատուն այդ հարցը ոչ մի աղմուկ չբարձրացրեց։ Հազվագյուտ պաշտոնյաներ կան, որ այդ հարցին անդրադարձան։ Եվ այս պարագայում, եթե գիտեք ինչ, ամենակարևոր հարցը հիմա սահմանազատման հարցը զուգահեռ լուծվում։ Այդ գերիների հարցը եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից է քաղաքականացվել եւ ուրճացվել։ Իրանց պետք էր այդ հրապարակային դատը կազմակերպեն։ Իրականում այնտեղ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը իմ համար անձեր չեն դատվում։ Այնտեղ հայրն է դատվում։ Քանի ադրբեջանցի խոշոր քաղաքական դեմք գիտեք, գործիչ գիտեք, որը Հայաստանի Հանրապետությունում դատվել է։ Մի հատ դեպք ասեք, չկա։ Դա մեր ազգային ինքնության արժանապատվության խնդիրն է։ Հիմա մենք կարանք չսիրենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակիչին, հա, դու կարաս չսիրես, կարաս սիրես, բայց այդտեղ այդ խնդիրը չի, այդտեղ էմոցիաների, զգացմունքների հարց չի։ Այնտեղ այդ մարդիկ մատուցվում են որպես հայ գործիչներ, հա, որոնք իբրև թե ահաբեկիչ են եւ զավթել են իրենց երկիրը։ Եվ այս պարագայում եւ միջազգային հանրությունն է հաշտ եւ Հայաստանի իշխանությունները, որոնք ըստ էության որևէ ռեալ քայլ չեն արել։ Ինչ քայլ են արել։ Ասում են չենք բարձրաձայնելու այդ Գիտեք ինչ, ստեղ ուրիշ խնդիրներ կա նաեւ։ Հնարավոր է նաեւ, որ Ադրբեջանը դա որպես լծակ պահում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից լրացուցիչ զիջումներ կորզի։ Այս առումով լրացուցիչ կոպիտ ասած հավաքական իմաստով որպես խաղաթուղթ հայ ռազմագերիների բանը խնդիրը պահում է իր ձեռքում, որպեսզի հասնի նաեւ այդ ճանապարհով, հա, վաղը մյուսօր նույն ընդդիմությունը այդ հարցը թմբկահարում է, որ չեք զբաղվում եւ այլն, բայց միևնույն ժամանակ, եթե զուգահեռ նայում եք, դուք պատկերացնում եք ինչքան հարցեր կարող է բացահայտվեն, որ այդ ռազմագերիները հայտնվեն Հայաստանում կամ մի մասը օրինակի համար դատվեր, հա։ Բայց մենք ինչ տեսանք։ Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար, հա, քերական գործ հարուցեցին։ Բերեցին մասնակից դարձրեցին այդ 44 օրյա հանգամանքներ, պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովին, որի նախագահը բաներ, վաստակաշատ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, եւ հետաքրքիր է, որ նույն ինքը նաեւ ապրիլյան քարորյա պատերազմի հանձնաժողովի նախագահն էր, այդ ծածկադմփոց արեցին, սա էլ վերջում ժամկետի պատճառով, իբրև թե ժամկետը հանձնաժողովի գործունեության մանդատի անցել է, փաստաթղթեր ուղարկեցին արխիվ։ Եվ Անդրանիկ Քոչարյանը, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Ալեն Սիմոնյանը մեր զոհերի հետ կապված 44 օրյայի պատերազմ իրարից տարբերվող 3-4 թիվ են հրապարակել։ Ու բոլորն էլ հղում են տալի, ասում են բանում 44 օրյայի զեկույցում Անդրանիկ Քոչարյանն ասում ամենաճիշտը ես գիտեմ զեկույցի իմ ձեռքի տակ, Ալեն Սիմոնյանը ասում ես կարդացել եմ, Նիկոլ Փաշինյանն էլ փաստորեն պիտի կարդացած լինի։ Այսինքն ոնց 3 տվյալ է գրած։ 3 տվյալ ոնց կարա գրած լինի բացարձակ իմաստով, որ դուք այդ թիվը հրապարակում եք։ Կամ Նիկոլ Փաշինյանը ասում է +-50, հետո ասում է ներողություն եմ խնդրում։ Քանակի մասին խոսք լինի,
Նույնը կորած անհատների անհետ կորածների հետ կապված։ Էլի հստակ բան չկա։ Կան մարդիկ, որ իրականում Բաքվի բանտերում են, թե այդ մարդիկ ֆիզիկապես արդեն չկան եւ այդ մարդկանց ծնողներն էլ այդ ապրումների մեջ են։ Շատ բարդ է այդ բանը ասել, երևի ավելի հանգիստ կլինեին ծնողները, որ իրականությունը իմանային, չասեմ ինչ իրականությունը իմանային, քան թե անորոշության մեջ մարդիկ 6 տարի իրենց պատեպատ են տալի, միջև էդ էլ գիտեք այդ զավեշտալի դեպքերը, որ գնում էին այդ DNK-ի անալիզներն էին տալի, հետո շփոթվում էին արդյունքները, եղել է որ նաև հուղարկավորություն ա եղել, հետո պարզել են, որ իրանց երեխան չի, մնացորդները չի, չի ուզում այդ բառը ասեի, աճյունը չի, որովհետև այդ ամեն ինչը գալիս է իրենց ապիկարությունից, այս իշխանության ապիկարությունից։ Մարմինները իրար վրա դարսելը տենց շպրտելը, քաշ տալը, երբ որ այդ մարդիկ գնացել են իրենց կյանքը զոհաբերել են մեր երկրի, մեր պետության համար։ Զոհվածների ծնողների նկատմամբ այլանդակ վերաբերմունքը, ծնողներին հեռաբլուրից բան է, ոստիկանների կողմից բռնի կերպով մարդկանց քաշ տալը։ Ու ո՞նց եք պատկերացնում, որ դուք գնայիք բանը երկիր պաշտպանեք ու ձեր մորը բանը ոստիկանները կոպիտ ասած կալ մեջ քաշտային աստիճաններով տանեին։ Դուք եք, չէ՞, մարդ։ Դուք եք հայ։ Ո՞նց եք մտածում։ Եվ սա իրանց մտածողությունը չի։ Սա պետական քաղաքականությունն է, որը այս իշխանության, այս Փաշինյանական խունտան վերևից ներքև այս process-ը տանում է։ Բա մենք եթե չենք հարգում մեր զոհվածների հիշատակը, եթե մենք բանակի տոնը չենք նշում, քանի տարի է բանը հավաքվում են, ինչ որ սեսիաներ, նիստեր են անում ու ցրվում են։ Խոսում ես խաղաղության մասին, խոսում ես պատերազմի մասին։ Մի հատ զինվորական շքերթ փորձի կազմակերպես։ Բա 8 միլիարդ դոլարի զենք ես առել, որ ժանգոտի պահեսներում, բայց այդ 8 միլիարդ դոլարի զենքը հնդկական հրթիռներ են, չգիտեմ, ֆրանսիական բան են, ռազմական տեխնիկա է, ինքնաթիռներ են։ Մի հատ հունվարի 28-ի հետ կապված մեր հրապարակում գոնե ցույց տուր, որ մենք ունենք։ Բայց չէ, որովհետև դուք ստորագրել եք կապիտուլյացիոն պայմանագիր։ Եվ դրա մասին չեք ասում ժողովրդին։ Դուք պայքարում եք եկեղեցու դեմ, որովհետև ձեզ ասել են պայքարել եկեղեցու դեմ։ Դուք սահմանազատման հարցում գնում եք զիջումների, որովհետև չունեք այլ ընտրակ, կորցնելու եք իշխանությունը։ Եվ այս իշխանության միակ հաղթաթուղթը, որը խաղաղությունն է, իրականում փոչ է, որովհետև այդ խաղաղությունը իրանցից կախված չի։ Ուղղակի այս ժամանակահատվածում իրենք հնարավորինս օգտվելու են այս պայմանական խաղաղ իրավիճակից, որ ժողովրդի գլխի տակ փափուկ բաց տնեն, որ եթե մենք չընտրվենք, անկախությունը կկորի, մենք չընտրվենք, ներդրումներ չի լինի, մենք չընտրվենք, Հայաստանի Հանրապետությունը կկործանվի։ Հայաստանի Հանրապետությունը այս 8 տարին, որ դուք եղել եք բացի սրանից, մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Բայց իրանք խնդիր են դրել, որ մեր պատմությունը սկսվում է 2018-ից, ավելի շուտ 2020 թվականի Չարաբաստիկ կապիտուլյացիոն պայմանագրից հետո։ Եվ պարոն Սարգսյան, ամփոփելով զրույցը, բայց շարունակելով ռազմագերիների թեման, Ալիևը օրերս բացառել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներում կշնորհվի։ Ինչ եք կարծում, քանի որ դուք ձեր խոսքում էլ արդեն նշեցիք, հնարավոր է նախընտրական շրջանում ինչ որ գերիներ վերադարձվեն, հնարավոր է որևէ կերպ այս հարցով Ալիևի հետ ինչ որ հայտարարի գալ գերիների վերադարձի մասով։ Որտեվ շատերը նշում էին նաև, որ հնարավոր է Վենսի այցից հետո գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետությունը գերիների հարցում շոշափելի արդյունք կարող է ստանալ միայն, երբ որ կարողանա Ադրբեջանի վրա միջազգային դերակատարների միջոցով ճնշում գործադրի։ Բայց այսօր Հայաստանի Հանրապետության կարգավիճակը պարտված պետության, թույլ պետությանը բնորոշ կարգավիճակ է։ Ինքը թելադրող չի։ Ինքը դերակատար չի։ Ընդունված է եւ պատմական եւ քաղաքական իմաստով։ Եթե դու պարտություն ես կրում, հələ էդ էլ հարց վիճարկում են բանակը, չգիտեմ, բանը իշխանությունն է պարտվել, բանակը չի պարտվել եւ այլն ինչ որ տարբեր թեզեր են։ Փաստացի դու պարտվել ես,
1/3-ը կորցրել ես, եւ այս առումով քո ձեռքը խաղաթուղթ չկա։ Միակ խաղաթուղթը գիտեք ինչն է, որ զիջեն մեր ինքնությունը, որ քանդեն եկեղեցին, որ փոխեն սահմանադրությունը, դա հաղթաթուղթ չի։ Դա պարտվելու քաղաքականությունը, որը այսօր իրենք տանում են։ Եվ ես չեմ զարմանա, որ վաղը իրենք գերիների հարցը դնեն նույն այս իշխանությունը, գերիների հարցը դնի նույն նժարին, ինչ որ նաև սահմանադրության փոփոխությունն է։ Չէ, մի խառնեք դա։ 10-15 հոգու կամ 20 հոգու կյանքը չի կարա հակակշիռ լինի մի պետության ճակատագրին։ Եկեք սթափ դատենք։ Ես հայցում եմ նաև ներողամտությունը գերիների ընտանիքների, որոնք ամեն կերպ ուզում են իրենց հարազատներին բերել, բայց պետք է հասկանալ նաև, որ այդ մարդիկ դարձել են քաղաքականության զոհ, մեծ քաղաքականության զոհ, եւ դա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի լուծման հարցը չէ։ Եվ ես կարծում եմ, ինչքան շուտ փոխվի այս իշխանությունը, նոր մարդիկ կան, որոնք չեն կրում իրենց վրա պարտությունների խարանը, իրենք կփորձեն ոչ թե Փաշինյանական ասած 0 կետից սկսել, չէ՞։ Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարեց, Արցախը հանձնեց։ Հիմա էլ կրոնական ռեֆորմներ է սկսում, եկեղեցին է հանձնելու։ Իրա ձեռագիրը շատ պարզ է։ Ինքը ինչին կպնում է, հանձնում է։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից էլ 20,000 հեկտար գտնվում է այսօր Ադրբեջանի իշխանության ներքո։ Այսինքն հնարավոր է, որ ասեն Հայաստանի Հանրապետությանը առաջարկ արվի։ Օրինակ թողում ենք այսքան գերի, բայց ձեր 20,000 հեկտարը ձեզ չենք տալի։ Դրանք համադրելի չեն։ Դրա համար այս մասով իրանք պիտի փորձեն ամեն ինչ անել, եւ ստեղ պետք է նաեւ հայկական սփյուռքին կենտրոնացնել, բայց այսօր իրանք գնում են հայկական սփյուռքի շղթման, մեր պատմական ազգային արժեքների շղթման ճանապարհով։ Իհարկե։ Գիտեք ինչ, Հայաստանում դու շարժում ես սկսում կեղծ իբրև թե կոռուպցիայի դեմ ես պայքարում, իսկ Ադրբեջանը լկտիաբար կաշառում է եւ այսօր քանի հատ գործ է գնում քրեական, հա, Եվրոպարլամենտի падգամավորներին, որ բայց եթե օրինակի համար այս իշխանության ասես, գիտեք ինչ, դուք պետք է գնաք Զարտուղի ճանապարհով, որպեսզի ազգային հարց լուծեն, կզարմանաք, որ քրեական գործ կառուցեն, ասեն, էսի չես առաջարկում։ Բայց իրանք արել են նույն խավիարային դիվանագիտությունը տարիներ շարունակ։ Նույն կոնկրետ բաների անունին չէ, այդ Եվրոպադգամավորների հաշվեհամարներին ուղիղ գումարներ են փոխանցել։ Թուրքիան տարեկան $100 միլիոն փող է ծախսել հակահայկական քարոզչության վրա, որպեսզի ցեղասպանությունը աշխարհում չճանաչվի։ Այսինքն այս մարդիկ ծրագրավորված աշխատանք են տանում։ Իրանք հստակ գիտեն ինչ են անում։ Եվ այն հանգամանքը, որ ասում ենք թուրքը սենց, թուրքը ընենց, ադրբեջանցին սենց եւ այլն, գուցե մենք խնդիր ունենք նաեւ մեր թշնամիներին եւ հարևաններին վերաարժևորելու այն իմաստով, որ հասկանանք այսօր դրանք ուժ են իրենցից ներկայացնում եւ հասկանանք մեր ապագայում մեր քաղաքականությունը ոնց են կառուցելու, ինչ հիմքերի վրա ենք դնելու, որպեսզի կարողանանք դիմակայել ի վերջո Հայաստանը Մահմեդական օվկիանոսում մի հատ փոքր քրիստոնեական կղզի է։ Եվ մեր լեռնային կղզու պաշտպանությունը մեզանից է իրականում առաջնահերթորեն կախված։ Եվ կախված է մեր ներքին համերաշխությունից, խաղաղությունից, հանդուրժողականությունից, որը այսօր նաև իշխանության կողմից, իշխանության վարած քաղաքականության կողմից քո հասարակությունը պառակտված է սևերի եւ սպիտակների, հների եւ նորերի։ Հիմա էլ սրտիկներ են ամբողջ օրը իրար ուղարկում համերաշխության, բայց իրականում ծաղրում են մեր ժողովրդին, չխորանանք նաև տարեցներին, կոչ են անում բիզնես դնել, սովորեցնում են, թե ընտանեկան բյուջեն ոնց պետք է կառավարես, ասում են, որ մենք պետք է մտնենք քո ընտանեկան բյուջե, եւ դա մեր իրավունքն է, պետական բյուջեն էլ ձերն է, բայց իրականում իրանցն է, ոնց ուզում տնօրինում են, ինչ ծախսեր ուզում անում են, բայց երկրում 650-700 մարդ աղքատ է։ Եվ ես կարծում եմ ապագա իշխանության, ով որ ձևավորել լինի, հիմա տարբեր քաղաքական կազմակերպություններ հայտ են ներկայացրել, մենք առաջին հերթին օրակարգում ունենք ներքին խաղաղության խնդիր։ Եվ ես կարծում եմ, որ գալիք քաղաքական իշխանությունները Նիկոլ Փաշինյանի կեղծ արտաքին խաղաղության օրակարգին պետք է հակադրեն ավելի լուրջ ծանրակշիռ օրակարգ։ Դա ներքին խաղաղության,
ներքին համերաշխության եւ սոցիալական արդարության գաղափարն է, որը բազմակողմանի ձևով խաթարվել, աղճատվել եւ բռնաբարվել է այս իշխանության կողմից կառավարման 8 տարիների ընթացքում։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, զրույցի Ես համար։ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Արեգ Սարգսյանը։ Կհանդիպենք։